մեր վարքով ու գործերով է սնվում մեր խղճմտանքը։ Սա իմ սուբյեկտիվ բացահայտումն է, որը ես ինքս զգացել եմ հենց իմ անձի վրա, իմ ներսում, իմ կյանքով ամբողջությամբ հասկացել եմ սա, որ բոլոր իմ գործերը, իմ խոսքերը, այն ամենը, ինչը որ կոչվում է մարդու վարքը, այդ ամեն ինչը հանդիսանում է իմ խղճմտանքի սնունդը, այսինքն իմ բոլոր արարքներով, իմ ամբողջ վարքով է շարժվում իմ խղճմտանքը։ Խղճմտանքը դա Աստծո կողմից մարդու մեջ դրված մի բան է անտեսանելի, որը որ մեր կյանքի, մեր գործերի, մեր արարմունքների շնորհիվ կամ շատ խաղաղ ու հանգիստ է, կամ էլ խռոված, փոթորկված, որը որ պատճառում է մարդուն անքուն գիշերներ, անխաղաղ սիրտ ու հոգի և այսպես։ Ես հասկացել եմ մի բան նաև, որ եթե ես հոգ եմ տանում, որ իմ գործերը լինեն բարի, աստվածահաճո և իմ վարքը նույնպես լինի Աստծո խոսքի համեմատ, Աստծո կամքի համեմատ, այդ դեպքում իմ խղճմտանքը, այդ անտեսանելի բանը, որը որ իմ մեջ է դրված Աստծո կողմից, լինում է շատ խաղաղ, հանգիստ, այսպես ասած, ժպիտը երեսին, և ինչքան էլ որ այդ պահին դժվարությունների միջով անցնեմ, իմ ներսը խաղաղ է լինում։ Սա շատ կարևոր է և շատ թանկ արժե։